Ոստիկաններ դիմակավորված ԱԱԾ-ականներ են աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանիստ եկեղեցու բակում։ Մայրաթոռի վրա գրոհից 4 ամիս անց Արագածոտնի թեմն են շրջափակել իրավապահները, կողպել առաջնորդարան տանող դարպասներն ու եկեղեցու դռները։ Առաջից անգամ եմ տեսնում սենց բան, ու ես շշմել եմ։ Ահա, խնդրեմ, դրանց նայեք հլը, ու որ պետքա չեն տանում, նրանց վրա ուժները չի պատում։ Հայտնի չէ, թե որ ժամին են ԱԱԾ-ականները շրջափակել առաջնորդարանը։ Հավատացյալները դեռ առավոտյան 10-ին են փորձել մտնել եկեղեցի։ Այդ ժամին արդեն փակ է եղել Աստծո տունը։ Արդեն 5 ժամ է խուզարկում են թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոսի առաջնորդարանում գտնվող կեցավայրը։ Դե ասում են, որ խուզարկություն է իրականացվում։ Ըստ էս ինչ պիտի գտնեն եկեղեցուց։ Չգիտեմ։ Շնորհակալություն։ Բացի սրբությունից ուրիշ ոչինչ։ Վրդոված են հավատացյալները, ասում են չեն մտածել, թե երբևէ ականատես են լինելու, թե ինչպես է հալածվում հայ առաքելական եկեղեցին, հայ ազգի հիմնասյունը։ Ինչ նշանակում է անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներից վրայով ման են գալու։ Ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։ Այս երկիրը քանդեցին, տվեցին, բայց ժողովուրդը ուրա, աշտարակցի կուր են։ Ուրա, Նիկոլի վրա ուժները պատում, հա։ Բերի նստացին գլխին տականքին, բերի ժողովրդի գլխին նստացրեցին, հայվան։ Մինչև ոչ եք բացում բերանները, բացեք խոսացեք, 2 կոպեկով բերանները փակում է ձեր։ Եկեղեցու հետապնդում են ստոր ձևով, կատարելով Ալիևի հրամանները, Մոլլի հրամանները։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեին նկատի ունի այս տղամարդը։ Կովկասյան Մոլլեն որկա։ Երկուշաբթի էր Փաշազադեն հերթական թունոտ մեղադրանքը տեղացել հայ առաքելական եկեղեցու հասցեին, թե իբր հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում։ 2 օր անց Հայաստանի իրավապահները եկեղեցու դռներ են փակում։ Ազգով ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամենի համար, ինչ որ այսօր կատարվում է։ Մենք ազգովի զրկվել ենք ինքնասիրությունից, հպարտությունից, պայքարի ձևերից։ Ոչ թե զրկվել ենք, մենք ինքներս ենք մեզ զրկել դրանից։ 7-րդ դարի եկեղեցու անունն է կրում Մարինեն։ Նա էլ էր ուզում ներս մտնել, չստացվեց։ Եթե եկեղեցու, այսպես ասած, Աստծո մարդը կեղծ է լինում, դա շատ վատ բան է։ Ակնարկում է Մարինեն, որ եկեղեցու ծառաները գուցե Աստծո ծառաներ չեն, համենայն դեպս վստահեցնում է Մկրտիչ Սրբազանի մասին վատ բան չի լսել։ Ես այսքան ժամանակ ինչ որ լսել եմ, դա ես ոչ մի ինչ եմ ճանաչում, վատ բան չեմ լսել իր մասին, չգիտեմ։ Փակում են բոլոր նրանց, ովքեր անձնական կարծիք ունեն, համոզված է այս կինը, որ հազիվ է զսպում արցունքները։ Այն մարդը, ով ազատ կարծիք ունի, իրանք տանում են ու վերջ։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։